Ինչու է հիմա ակտիվանում մարտի 1-ի գործով քննությունը։ Սա հերթական քարոզչական աղմուկն է, թե կարող է բացահայտվել տեղի ունեցածը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը համոզված է, աղմուկը նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք է դիտարկել։ Այս ամենը մենք գնահատում ենք որպես նախընտրական կրկես։ Ավելին, Զուրաբյանը Փաշինյանին համարում է մարտի 1-ի գործի բացահայտումը կանխողն ու պարտակողը, գլխավոր պարտակողը։ Ոչ մի գործընթաց մենք չտեսանք, որ հետևողական տարվի եւ հասցվի ավարտին։ Համենայն դեպս մեղադրանքն առաջադրված է եւ հակակոռուպցիոն կոմիտեից մեզ պատասխանում են, թե ինչ հիմքով։ Մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստածույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործունեությունը կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահական գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Կարող են հորինվել նախ եւ առաջ։ Եվ երկրորդը, ինչ էլ որ տեղի ունենա, անպայման դալինելու է նախընտրական արշավի, այսպես բաղաժամ սկսված, նախընտրական արշավի ծառայող որևէ գործընթաց։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զգուշացնում է, այս կերպ փորձում են շեղել հանրությանը ցավոտ խնդիրներից։ Հիշեցնում է, դեռևս 8 տարի առաջ այս իշխանությունը լուր էր տարածել, թե բացահայտվել են մարտի 1-ի գործով բոլոր մեղավորները։ Ես դա շատ լավ հիշում եմ, որովհետև ինձ հրավիրել են, որ այսպես ասած կիսեն այդ ուրախ լուրը։ Հիմա տեսեք, տարիներ անց, փաստորեն 8 տարի անց, մենք պարզում ենք, որ այդպիսի այն օրերի տարածած լուրը ամբողջովին վերին աստիճանի սուտ էր եւ ինչ-ինչ նպատակների համար էր ծառայում։ Մարտի 1-ի գործով այդպես էլ առաջընթաց չնկատվեց։ Պարզապես մեղադրանքների տեղապտույտ է, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Թե ինչ նպատակով են նույն մարդկանց, որոնք ակնհայտորեն մասնակից էին մարտի 1-ի բարբարոսություններին նշանակում սկզբից ոստիկանապետ, ապա ազատում եւ տարիներ անց ներգրավում որպես մեղադրյալ կամ մեղադրանք առաջադրում, ես ասել չեմ կարող, տրամաբանությունը չեմ հասկանում իշխանությունների եւ նաեւ չեմ պատկերացնում կամ չեմ հասկանում նրանք ինչ խնդիր են լուծում, ցանկանում են բացահայտել մարտի 1-ը, պատժել մեղավորներին, թե ուղղակի իրենց սեփական քաղաքական այս պահի խնդիրներն են լուծում։ Մարտի 1-ի գործը շրջանառելով, ինչ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Վարդան Հարությունյանը մի տարբերակ է հավանական համարում։ Կարծում եմ կապված է գալիք ընտրությունների հետ։ Ելնելով տարիների փորձից իրավապաշտպանները կանխատեսելի են համարում գործի ընթացքը։ Այսօր արվում են հայտարարություններ, որոնք վաղը հերքվելու են։ Ասում են, սա Փաշինյանին պետք է ընտրազանգվածին համոզելու համար, որ չի մոռացել մարտի 1-ը բացահայտելու խոստումը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։